Արագածոտնի մարզի Զովասար գյուղի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկա և մաթեմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչ Տիգրան Սարգսյանը ներկայումս փաստացի գործազուրկ է։ Վերջինս պնդում է, թե իրեն դպրոցից հեռացրել են կուտակային կենսաթոշակային վճարից հրաժարվելու դիմում գրելու և այդ հարցը բարձրացնելու հետևանքով։ Ազատված ուսուցիչն ընդգծում է, թե զարմանալին այն է, որ ինքը պայմանագրային աշխատող էր այդ գյուղում և պայմանագրի ավարտին կարճ ժամանակ էր մնացել, այսինքն ինքնաբերաբար ազատվելու էր աշխատանքից։ Ես դիմումով ներկայացրեցի, որ չեմ ցանկանում, որպեսզի պահեն եւ խնդրում եմ նախորդ ամիսների պահածներ վերադարձնել, ինչպես նաեւ գործողման հարցեր բարձրացրեցի, շատ կարճ ժամանակ անց մարզպետարանից հրավեր ստացա, հանդիպեցի նրանց աշխատակազմի ղեկավարին, որոշ հարցերին պատասխանելուց հետո նա ասաց ամեն ինչ պարզ է, մենք կխոսենք եւ շատ կարճ ժամանակ անց ինձ հայտարարեց, որ ես աշխատանքից ազատված եմ։ Սակայն Զովասար գյուղի գյուղապետը Կիրակոս Պողոսյանը մեծ հետ զրույցում նախ վստահեցրեց, որ իրենց գյուղում բոլորն են պարտաճանաչ կերպով կատարում կուտակայինի վճարները, ապա հակադարձեց եւ հերքեց Տիգրան Սարգսյանի փաստարկները։ Կուտակայինը ամեն ինչ է աշխատանքից ազատում։ Միանշանակ դա իր կողմից հստակ է վերջուրակ, ուրիշ բան չունեմ ասել։ Դպրոցի տնօրեն Ալբերտ Սարգսյանը թեև սկզբում խուսափեց անդրադառնալ ուսուցչի կրճատման հարցին, սակայն ավելի ուշ տվեց հետևյալ բացատրությունը։ Նրան չեն ազատել, նրան ազատել են աշխատանքից սիստեմատիկ բացակայելու համար, կուտակայինի համար ոչ մի խոսակցություն չկա։ Աշխատանքից ազատված Տիգրան Սարգսյանն իր հերթին նշում է. Ոչ մի դպրոցում թույլ չեն տալիս այդ ոչ միայն իրենք չեն առաջարկում աշխատողներին, որ գրեն այդ դիմումը, այլ նաև թույլ չեն տալի, որ այդ հարցը բարձրացնեն։ Իսկ այստեղ մի համարձակ տղա եկավ այդ հարցը բարձրացրեց, բնականաբար վերևից հրահանգ պետք է ստանային, որ այդ մարդուց շուտ ազատվեն։ Դեմեմ նախաձեռնության անդամները շարունակում են արձագանքել Զովասարի դպրոցում արձանագրված այս դեպքին։ Ըստ նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանի խնդիրն ուսումնասիրել են եւ որոշ փաստաթղթեր վերանայելուց հետո կդիմեն դատարան։ Ինչ-որ ճշտելու հարցեր կար, փաստաթղթեր կային պակաս, որպեսզի պարզ լիներ, թե ինչքանով է հիմնավոր դատարան դիմելու եւ հայց ներկայացնելու հարցը։ Նախաձեռնության անդամն ընդգծում է, որ քաղաքացիներից շատերը խուսափում են բարձրաձայնել, որ տարբեր հաստատություններում ճնշումների են ենթարկվում, որ իրենց վախեցնում են դիմում գրելու պարագայում ազատել աշխատանքից, սակայն նման դեպքեր կան։ Հիմնականում կրթության ոլորտից դիմողներ եղել են կադաստրից ու տարբեր պետհիմնարկներից, նախարարություններից։ Նշենք, որ դեմեմ նախաձեռնությունը հերթական երթն է պատրաստվում անցկացնել մայրաքաղաքում, որով սատարելու են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր այս օրերին ճնշումների են ենթարկվում գործատուների կողմից։ Դժգոհություններ նախաձեռնության անդամները ստանում են հիմնականում բժշկական ու կրթական հաստատությունների աշխատակիցներից, որ իրենց վախեցնում են դիմում գրելու դեպքում ազատել աշխատանքից։ Զարա Ղազարյան, Տիգրան Գասաբյան, Gala News։